Բոլոր այն հոգևորականները, որոնք կանգնած են եկեղեցու կողքին, ուրեմն մենք էլ կանգնած ենք իրենց կողքին հանուն հայ առաքելական եկեղեցու նորոգման։ Եվ այստեղ կներեք էլի կլինի Արշակ Խաչատրյան, կլինի Կտրիչ Ներսիսյան, այսինքն ժողովրդին հնարավոր չի ներողություն էշի տեղ դնել, որովհետև մարդիկ կադրեր են տեսել, մարդիկ այդ կադրերից հետո տեսել են մեկնաբանությունները դրա վերաբերյալ, որը ես ցինիզմից բացի ավելի նորմալ բառով չեմ կարող բնութագրեմ, հատկապես որ ԿՊ-ում էթիկայի կանոնագիրք ենք ընդունել։ Այսինքն որ ձեռ առնեն մարդկանց։ Բոլորը գիտեն, որ Կտրիչ Ներսիսյանը զավակ ունի։ Բոլորը գիտեն, որ Արշակ Խաչատրյանը խախտել է կուսակրոնության ուխտը։ Բոլորը անխտիր բոլորը, տենց մեկը չկա։ Այդ նույն ընդդիմադիրներն էլ գիտեն շատ լավ, էլ ընդդիմադիրներն ավելի շատ բան գիտեն, քան մենք, վստահաբար, իրար ընկերներ են բոլորը։ Եվ այս իրականության մեջ այլ բան, քան հեռանալ մայրաթորից չի մնում Կտրիչ Ներսիսյանին իր ուրեմն շրջապատի սրբապիղծ այլ հոգևորականների հետ։ Այստեղ ժամանակի հարց է եւ ձևի հարցն է։ Ես հույս ունեմ, որ Կտրիչ Ներսիսյանը դեռևս ողջախոհություն ունի իր շրջապատի հետ միասին եւ չի պատրաստվում մինչեւ վերջ խայտարակվել, եթե սա վերջը չի արդեն։